Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորին, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ժամին եթերը դիտելու համար եւ եւս մեկ շնորհակալություն հատուկ հարգանքներս կիսվելու, տարածելու համար եւ ինչու ոչ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ բոլոր այն մեր հարգելի քաղաքացիներին, ովքեր որ մեկնաբանությունների դաշտում պահպանում են մաքսիմալ կոռեկտություն եւ առաջարկում բոլոր նրանց, ովքեր որ նորեն միանում մեր շփմանը, մեր եթերներին, կարող եք զանգակը սխմել եւ գրանցվել մեր էջին։ Շնորհակալությունների մասով իսկապես սրտանց են շնորհակալությունները, ուրեմն նախ ասեմ, որ ես շատ սիրել եմ միշտ ստեղծագործություններ կարդալ, ընթերցել, կամ ինչպես հանրության շրջանակում ընդունված ասել, ասմունք է։ Չնայած այդ ասմունք բառը ինձ համար բավականին խորտ եւ մի քիչ անընդունելի է, առհասարակ պրոֆեսիոնալ առումով ընդունված է բանաստեղծություն կարդալ։ Սա է։ Ու այդ բանաստեղծությունները տեսեք շատ մեր քաղաքացիներ իզուր չեմ այստեղից սկսում, մենք ունենք հիմա կարևոր խոսակցություն, բայց այստեղից եմ սկսում, որովհետեւ միտքը բավականին հետաքրքիր է լինելու։ Ուրեմն այդ բանը, եթե մեր քաղաքացիներին հարցնենք, բոլորը ճանաչում են մեր ստեղծագործողներին, աշուղներին, գուսարներին կամ մի քանիսին հաստատ անունները կտան, բայց ես իսկ հասկացում եմ, թե նրանցից շատերը իրենց համար կարդացած կլինեն դա։ Առավել եւս որ շատ ստեղծագործություններ կան, որոնք որ նկարագրում են ներկայիս իրավիճակը, եւ իզուր չի մեր այսօրվա եթերի անունը հենց այն ինչ որ դրված է։ Այսօր ասեմ ժողովուրդ ջան, մենք անդրադառնալու ենք մի 2-3 թեմաների, բայց նախ եւ առաջ ուզում եմ մի բանաստեղծություն կարդալ, որը բոլորդ էլ գիտեք, շատ բոլորիս համար ծանոթ ստեղծագործություն է, դա որպես երգ նախ եւ առաջ ներկայացում Ջիվանի «Խելքի հաշեցեք» ու իհարկե չեմ կարդալու պրոֆեսիոնալ ձևով, որովհետեւ պրոֆեսիոնալ ձևով կարդալու համար պատրաստել պետք է, բայց այսպես խոսքի մեջ կարելի է եւ նշել, ինչու ոչ։ Ու այս միտքը արդեն կտանենք այսօրվա մեր խոսակցությունը, իսկ այդտեղ հավատացեք շատ հետաքրքիր ու կարեւոր նյուանսներ կան, որոնք պետք է նկատել։ Նախ ստեղծագործությունը։ Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից ուզում է որս խլել։ Խելքի հաշեցեք։ Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից, պատերազմ է մտել։ Խելքի հաշեցեք։ Խելքին զոր տալով է հիմա ամեն բան, հիմարն էր իմաստուն կարծում է իրան։ Մի հար հավը պարարտ մեծ սագի նման ուզում է ձու ածել։ Խելքի հաշեցեք։ Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ, Երիվարը լուծ է քաշում էշի հետ։ 2 տարվա հորթը ցուլ գոմեշի հետ բերել կամ են լծել։ Խելքի հաշեցեք։ Գայլը վրան ոչխարի մորթի առած գառներում պահապան հսկող է դառած։ Ակլորը քարոզ չի վերարկու հակած ամբիոն է ելել, խելքի հաշեցեք։ Ուխտը մետաքսագործ եզնավարար, գայլը հովիվ դառած կարածե ոչխար, աղվեսը հարնոցի դռան հուշարար, ինչ հսկող են գտել, խելքի հաշեցեք։ Երեխան ձեռն առած փտած հին լարը բռնել կամի դարձող ջաղացի քարը։ Գաճաճ շրջել կուզե մեծ սարը, կողքը դեմ է տվել, խելքի հաշեցեք։ Ուրացողը խիղճ չունի ամենևին, չզգալով սպիտակ ասում է սևին, կույրը չտեսնելով լույսը արևին աշխատում է ստել, խելքի հաշեցեք։ Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին, ուրիշի ցավերը առնելով վզին, գայլը հոշոտել է մարդացեց մեկին, խենթը սև է հակել, խելքի հաշեցեք։ Գորտը մեծ պարոնն է տակուկ ջհորին, դուրս եկավ բաժինն է վիշապի փորին, իրար հետ սուտ կռիվ են ձին ու ջորին, էշը մեջ է ընկել, խելքի հաշեցեք։ Ժլատն աշխատելու է շատ ընդունակ, յուր հացը ուտելու չունի ախորժակ, խեղճ անձը զրկելով դիզել է ստակ, ուրիշն է վայելել, խելքի հաշեցեք։ Հանցավոր հարուստը ուրախ խնդալով մեղքից ազատվել է մեծ գումար տալով։ Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողանալով բանդի մեջ է փտել, խելքի հաշեցեք։ Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք, կերթա դուրսը կուտե մեղրուսեր, կարակ, այլոց համար կանե ձայնով պատարակ, իրան ժամ չի անել, խելքի հաշեցեք։ Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար, բնակիչները հայ մոտ 20,000, իրանք սնունդ չունեն ապրելու համար, 5 հատ վանք են շինել, խելքի հաշեցեք։ Ինչ կենթանի ուզել լինել շանսատակ, կերթա ու կմտնի ծանր բեռի տակ, նապաստակ առյուծի դեմ համարցակ կռիվ է սկսել, խելքի հաշեցեք։ Ցորենը մի անգամ լինելով տկար, այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար, կորեքած է իրան կարծելով հարմար, սեղան է բարձրացել, խելքի հաշեցեք։ Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած։ Ջիվանն էլ կաղիշով կարավան մտած բանաստեղծ է դարձել, խելքի հաշեցեք։ Իմիջիայլոց այս ստեղծագործության ամենայն սիրելի տուննա վերջին հատվածը, երբ Ջիվանի նման ստեղծագործողը
անգամ ինքնակնդատության է ենթարկում իրեն այս խոսակցության մեջ շատ բան է, ինքը օրինակելի բան է սա, ու շատ պետք է որ մարդիկ այդ փիլիսոփայությունը ըմբռնեն։ Ինչի համար սկսեցինք այստեղից։ Որովհետև իսկապես մեր իրականությունը որքան էլ որ այո, հենց այսօրվա համար ու ասեմ քնարիք ջան, նման ստեղծագործողների մեծությունը կայանում է նրանում, որ նրանք բոլոր ժամանակների համար են գրել։ Ու գիտեք, գուցե տեխնիկապես կյանքը փոխվել է, բայց ըմբռնումները ու այն միջի ոգին կարծես ոչ մի բան չի փոխվել։ Ջիվանին սա գրել է իր ժամանակներում, բայց արի ուտես, որ ավելի քան 100-150 տարի անց դեռ ավելի նույն իրավիճակն ունենք։ Ինչի՞ց է այդ ամեն ինչը, ինչու է դա այդպես։ Դա մարդկային գործոններն են ազդում միջավայրը, հասարակությունը ուրեմն դեռևս չի զարգացել։ Դեռևս նոր պրիորիտետներ չկան, դեռևս նոր ընկալումներ ու հանրային իմաստով նոր գաղափարներին լծվողներ չկա։ Նորմալ է։ Այո, ակտուալ է, 100 տարի հետո ցավոք սրտի ակտուալ լինելու։ Սա արձանագրություն է, արձանագրում է։ Ուրեմն հերթով գանք, հա, ասելիքներ իսկապես շատ կան։ Նախ սկսենք ամենակարևորից։ Իսրայելը նույնպես պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը, կարելի է այդպես ասել։ Այսօր ուրեմն եթե ուզում եք մանրամասներ, ուրեմն պատմական եւ կարևոր որոշում Իսրայելի կառավարության կողմից այս Աննա Միրզոյանի գրառումը կարտան, որտեղ որ ամեն ինչ ասված է։ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ցեղասպանությունների կանխարգելման եւ պատմական արդարության տեսանկյունից։ Ցեղասպանության ճանաչումը որևէ ժողովրդի դեմ չէ, այն հարգանքի տուրք է անմեղ զոհերի հիշատակին եւ ուղերձ, որ նման հանցագործությունները չպետք է մոռացվեն կամ կրկնվեն, ճշմարտության ընդունումը միշտ էլ նպաստում է արդարության, հիշողության եւ մարդկային արժեքների ամրապնդմանը։ Այս որոշումը կարող է դառնալ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման եւ պատմական ճշմարտության միջազգայինորեն ճանաչման եւս մեկ կարևոր քայլ։ Գիտեք, ես ինչ որ կողմից, դե սա իհարկե մի ժամանակ ցնծությամբ կընդունեինք այս լուրը ու կվերագրենք, որ այ ինչպիսի դիվանագիտական բլոկ ինչպես աշխատում որ sense, այսօր մի փոքր այլ կերպ ենք ընդունում, սա իհարկե կարևոր քայլ է ու թերագնահատել դա չի լինի, բայց մի տեսակ չենք տեսնում այն ոգևորությունը, որը որ կարող էր լինել, հա, վերջի վերջո սա ցեղասպանության ճանաչման է, եւ այդտեղ ոչ մեկ չունի ավելին արած, քան ասենք օրինակ մեր դիվանագիտական բլոկը։ Բայց ախր չէ որ եթե իրենց կայքերը, հերոստատեսությունները սա լուսաբանեն այն շողի ներքո, ինչպես որ կլուսաբանեն իրենց ղեկավարների ժամանակներում, դա կստացվի, որ իրենք այս ամբողջ տարիներին մի 5-6 տարի առնվազն կոնկրետ ստել են, ասելով թե թուրքացում է գնում Հայաստան։ Ես իսկապես, եթե անկեղծ լինենք, ամենասկզբում ունեի մի փոքր մտահոգություն, որովհետև շատ լավ հասկացել եմ, որ մեր ցեղասպանության հարցը ցավոք սրտի ի սկզբանե մենք չենք կարողացել դնել այնպիսի ռելսերի վրա ու զբաղվել այնքան ինստիտուցիոնալ, առհասարակ նպատակ դնելով, իսկ որն է մեր նպատակը եւ այլն, որ հնարավոր է սա հերթական քայլն է Իսրայելի կողմից ինչ որ բան բզբզալու այս կողմերում, որովհետեւ շատ լուրջ իրավիճակում տարածաշրջանում հանկարծ այդպիսի հարց է վեր բարձրացվում։ Ես այստեղ մի փոքր մտահոգություն ունեի, այդպես է ստացվել, բայց զուգահեռ նայում էի նաև մի փոքր այլ կերպ, որ դա մեր ցեղասպանությունն է, այսպես թե դե որպես հայ են շահախնդրությունը խոսում է, չէ, անկախ ամեն ինչից, ու գիտեք հետաքրքիրը որն է, որ ցավոք սրտի իմ մտահոգությունների մեջ կար որոշակի ճշմարտություն, որովհետև մեր ցեղասպանությունը, այո, որոշ երկրների կողմից որպես մտրակ օգտագործվել է Թուրքիայի դեմ, ու երբեմն նրանք ավելին են շահել, քան հենց Հայաստանը կամ այ ժողովուրդը, ոչ թե երբեմն, մշտապես է դա այդպես եղել։ Նրանք օգտագործել են դա այն ժամանակ, երբ պետք է եղել ու շահել են ինչ որ շահել են։ Դրանից Հայաստանի հայ ժողովուրդը առայժմ ոչինչ չի շահել։ Բայց այնուամենայնիվ process-ը թող գնա, եթե այսպես են որոշել, թող այսպես գնա, դա էլ մեծ չի որ գնահատելի երևույթ է, բայց ես մի քիչ անգրագիտություն եմ տեսնում մեր հասարակության կողմից, օրինակ մի քաղաքացի գրել էր այ 111 տարի անց Իսրայելը ճանաչեց ցեղասպանությունը։ Ես ուզում եմ այսպես մտածող մեր քաղաքացիներին, ովքեր այնքան էլ տեղյակ չեն պատմությունից, ասեմ հետեւյալը, որ 111 տարի առաջ Իսրայել պետություն գոյություն չուներ պարզապես։ Իսրայել պետությունը առաջացել է 47 թվականին կամ 46 թվականին երկրորդ համաշխարհայինից անմիջապես հետո։ Այնպես որ դա դնենք դեռ մի կողմ։ Հետո որպես պետություն քանի տարում են կայացել, դա էլ է մեկ այլ հարց եւ այլն եւ այլն։
Ամեն դեպքում, այստեղ փաստա, որ Իսրայելը ճանաչել է դա արդեն պաշտոնապես իր բոլոր ձևերով, բայց արյունտես, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը դեռևս այս մակարդակով չի ճանաչել մեր հայոց ցեղասպանությունը։ Ինչու ես դա կթողնեմ այս հարցը, այս հարցին թող պատասխանեն նրանք, ովքեր կարծում են, որ առանց ռուսի կյանք չկա։ Թող նրանք պատասխանեն, թե մի կողմից ախր աղմկում են, գոռում են, թե այ թուրքը մեկներ, մյուս կողմից սատարում են Ռուսաստանին, մյուս կողմից Ռուսաստանը դեռևս այս մակարդակով չի ընդունել հայոց ցեղասպանության փաստը։ Սա այսպես թող լինի, հա։ Ուրեմն դուք գիտեք, որ խոսակցություններ ա գնում Ռուսաստանում, թե բանա, հեսա դες որ արդեն Ուկրաինան ակտիվացելու արդեն Ռուսաստանի խորքում գործողություններ կատարում, խոսակցություն ա գնում Ռուսաստանում տարբեր մակարդակներում, թե եթե Բելարուսի վրա էլ հարձակվի կամ Ռուսաստանի վրա, այ ՀԱՊԿ-ը արդեն պետք է սկսի շարժվել, այսինքն Հայաստանը այդ թվում, հա, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, կառուցունի սառեցված, չսառեցված։ Իհարկե պատասխան հենց սկզբից միանգամից բոլորս ունենք, դեռ մինչև դիվանագիտական բլոկի խոսույթը պատասխանը ելավ, իսկ մենք ինչ իմանանք ՀԱՊԿ-ի սահմանը որտեղ է։ Որտեղ է ՀԱՊԿ-ի սահմանը, չէ՞, որ երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակվում են, իսկ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի անդամ էր, ՀԱՊԿ-ը ասում էր, որ ինքը չգիտի Հայաստանի տարածքը որտեղ է, հետևաբար չգիտի ՀԱՊԿ-ի սահմանը որտեղ է։ Բայց եթե չգիտենք ՀԱՊԿ-ի սահմանը որտեղ է, ինչ ենք ինչից պաշտպանելու։ Մյուս կողմից մեր տրամաբանական հետաքրքիր բան, ովքեր որ այդքան էլ սիրում են էլի մեծ խոսել առանց նյուանսների մեջ խորանալու, ուրեմն մի բան հարցնեմ։ Հիմա եթե Ուկրաինան Բելարուսի վրա հարձակվի, Բելարուսը դիմում է ՀԱՊԿ-ին, օրինակ, որ աջակցի իրեն, ի՞նչ է ստացվում։ Եթե ըստ ռուսամետ քաղաքացիների 500,000-ից ավել մարդ է գնացել ընտրել, արգելի 500,000 քաղաքացիներ ձեզ եմ դիմում։ Ուրեմն Ուկրաինան եթե Բելարուսին խփի, նա դիմի ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը պիտի մասնակցություն ունենա։ Դուք պատրաստ եք գնաք մասնակցություն ունենաք այնտեղ։ Պատրաստ եք Բելարուսի համար, Բելարուսի, որը որ պաշտոնապես աջակցել է Ադրբեջանին, ոչ թե միայն 44-օրյա պատերազմի ընթացքում կամ դրա նախաձեռնելուց առաջ, այլ դրանից շատ առաջ տարիների ընթացքում, թե դիվանագիտորեն, թե շատ այլ ձեռով սատարել է, ու ինքը իր բերանով է դա ասել։ Եթե մենք ասենք, դուք կարող ասեք, Նիկոլին եք սատարում այդ թուրքեր, ասած բանը չէ, դուք իր բերանով ասել։ Հիմա պատրաստ եք գնալ եւ խորհրդային միություն տենչողներ, ձեզ նույնպես էս հարցը ուղղվում է, հատկապես բանին Ռոբերտ Քոչարյանին ու իր սերունդներին, որովհետեւ երկու երիտասարդ տղերք ունի, ով միութենականության մասին ուշքը գնում է։ Պատրաստ եք գնալ Բելարուսի համար կյանքները զոհելու, գնալ կանգնել այնտեղ, պաշտպանել բան այդ ՀԱՊԿ կառույցը։ Չէ՞ որ խորհրդային միությունը նույնպես կառույց էր, չէ՞։ Դե կգնաք ու կպաշտպանեք, կգնաք կամ խելոք վերընկեք տեղները, տեսնեք մեր պետությունը ուրա գնում, ուրա հասնում։ Ուրեմն սա այսպես, անցնենք հաջորդ թեմային։ Արա Պապյանը մի գրառում էր արել, փիլիսոփայել էր կարելի ասել։ Ուրեմն տեղադրել է իբր որ քաղաքական ուժերը այս քարոզարշավի եւ ընտրությունների ընթացքում ինչքան գումար են ծախսել։ Տեղադրել հարկից գրառմամբ, մինչև գրառումը կարդալ, եկեք միասին նայենք, հեսա այսպեսի մի հատ բան է տեղադրել, որտեղ որ նշված է, որ քաղաքացիական պայմանագիրը այս ընտրությունների վրա ծախսել է 777 միլիոն դրամ, բանը ուժեղ Հայաստանը 467 միլիոն դրամ, Ռոբերտ Քոչարյանը Հայաստան Դաշնքը կներեք, բանը կներեք 322 միլիոն դրամ, Գագիկ Ծառուկյանը 173 միլիոն դրամ եւ Թաթոյանը 68 միլիոն դրամ։ Ինչպես տեսնում եք, սրա մեջ ամենամեծ թիվը քաղաքացիական պայմանագիրն է, բայց սա հայտարարագրված, սա թափանցիկ բանով իմիջայլոց Արա Պապյանին եւ Բևերի սատարողներին հուշեմ հետեւյալը, որ սա աննախադեպ բան է եւ միայն այս իշխանությունների գործունեության արդյունքում է, որ հնարավոր է դարձել կիրառել օրենքը, որովհետեւ այդ օրենքը վաղուց կա, որպեսզի թափանցիկ երևա ծախսերը, որոնք որ եղել են։ Բայց այստեղ մանիպուլատիվ բան կա եւ Արա Պապյանը ինչ է գրում, ասում է, գիտեք ինչու է ԿՊ-ն 26 թվականին ազգային ժողովի ընտրությունների ծախսը ցույց տվել 777 միլիոն դրամ, ավելի քան 2 միլիոն դոլար, թեև իրական ծախսերը ակնհայտորեն շատ ավելի մեծ են եղել։ Պարզ պատճառով գործող օրենսդրությամբ ազգային ժողովի ընտրություններում յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի հաստատված առավելագույն շեմը 800 միլիոն դրամ է։ Եթե իրական թիվը ցույց տային, կարձանագրվեր օրենքի խախտում։ Այդ դրա համար 777 միլիոն են ցույց տվել։ Արա Պապյանին միանգամից մի հատ հարց տամ։ Փաստորեն դուք ընդունում եք, որ առնվազն այս ծախսը թափանցիկ է եղել։ Չէ՞։ Երկրորդ հարցը,
Գրեք, որ ասում եք, այդքան են ցույց տվել, չնայած որ ակնհայտորեն շատ մեծ են եղել։ Մենք այդ ակնհայտը կարող ենք տեսնել։ Ակնհայտը, ասես նստես մտովի հաշվարկ անել ու միտք ասելը չի, որովհետև, ասենք, ես կարող եմ կասկածել ձեր թվաբանական գիտելիքների վրա, հա։ Ասենք, դուք կարող եմ մի բանը տեսեք, ոնց որ բևեռին հատուկ է 1-ին 10 տեղը բեռ սարքեք, կոպիտ ասած։ Հիմա հարց եմ դες տալիս, որպեսզի դուք ասեք ակնհայտորեն ավելի շատ է ծախսվել, դուք պիտի մասնագետների դիմացնեք, մասնագետները մոտավոր հաշվարկարած լինեն, պլյուս մինուսով ասած լինեն, դուք էլ այդտեղ նկատած լինեք, ակնհայտը ու տեղադրեք, ինչի հավային մուտիլով կան, ախր որ ասում ենք նեղվում եք, էլի այդ մուտիլովշիկներ իսկապես էլի։ Երկրորդ, իսկ Կարապապյանը այս չի նկատել, ասենք որ օրինակ, ուժեղ Հայաստանը ծախսել է 467 միլիոն դրամ։ Դուք դրան յանի հավատում եք, ԿՊ-ի ներկայացված թվին չեք հավատում։ 467, Ռուսաստանը իր բերանով 165 միլիոն դոլարի մասին է խոսեցել, հասկանում եք դուք։ Ասեմ ավելի, մի հատ ուրիշ իբր անկախ կա, գցել էր որ 50 միլիոն դոլար ծախսվել է արդեն մենակ բանի վրա, ինֆորմացիոն դաշտի վրա, 50 միլիոն դոլար։ Կամ մի հատ ուրիշ հարց տամ։ Սամվել Կարապետյանը հրյաներ էր բերել դրսից, ոնց հասկացանք մի կես միլիոն դոլար մենակ տվել էր նրանց իր PR-ի գործունեությունը բանանելու վրա։ Այդ կես միլիոն դոլարը 467 միլիոն դրամի մեջ որտեղ է։ Երևում է արտացոլված է, ակնհայտ բան չեք տեսնում, կամ 280-ից ավել ձերբակալված մարդիկ կան 100,000-ներով փող բաժանելով։ Էս ում փողերն էին բաժանում։ Հա, տներես մոռացել եք անմեղության կանխավարկած ասվածը գոյություն ունի։ Բայց անմեղության կանխավարկածը լրիվ ուրիշ բանի մասին է вообще, ես ձեզ ասեմ։ Ասենք օրինակ, եթե ես մեկին ձեր բոլորի աչքի առաջ տամ սպանեմ, ինձ ձերբակալեն, միևնույնն ասելու են, որ մարդը մեղավոր չի, քանի դեռ դատարանի վճռով ապացուցված չի մեղքը։ Հասկանում եք, դատարանի վճռով։ Բայց բոլորին ակնհայտ է, չէ՞ եղել, որ ես տվել սպանել եմ։ Բայց բարձվում է, ոչ մեկ չի կարող ինձ ասի մարդասպան, քանի դատարանի վճիռ չկա, ոչ ինչ որ դուք։ Այդ դատարանի վճիռը ոչ թե ինձ մեղադրանք առաջադրելու մասին, ինձ մեղավոր հանել չանելու մասին է, ոչ, այլ ինչ հանգամանքներով է պայմանավորված եղելը որոշելու համար։ Այնպես որ այսօր ես նայում էի սահմանադրական դատարանում Վարդևանյանի մտքի փայլատակումները, նախ ես այնքան կուզեի երևի փաստաբան լինեի, ես Վարդևանյանի հետ իսկապես ածին դուրս գայի մի հատ էլի։ Այնպես բաներ է խոսում։ Պարոն Վարդևանյան, դուք եք մոռանում, որ դուք հանդիսանում եք նաև քաղաքական ուժի առնվազն 3-րդ համար։ Ինչ եք մոռանում։ Այնտեղ ձեզ հարցեր են տալիս, որոնց դուք փորձում եք ձեր արևին պատասխանել, ասենք օրինակ, մարդը ասում է, որ ընտրակաշառք ոչ միայն ասում է, մենք բոլորս ենք լսել այդ ամեն ինչը, ու այնքան շատ ենք լսել, հոգնել ենք, արդեն չգիտենք որը որ օրվանն է։ Այդտեղ սա խառնել ենք իրար, այնքան շատ են դրանք։ Դուք ու այնտեղ համարյա 3-ից 2-ում ուժեղ Հայաստանի անունն է ֆռացել, Տաշիկ Սամոյի անունն է ֆռացել։ Ձեր մաքսիմումը ի՞նչն է։ Ասում եք նախ անմեղության կանխավարկած ու շարունակում եք թե բա կլինի, չգիտեմ ինչ։ Վարդևանյան ջան, անմեղության կանխավարկածը մի կողմ է, բայց կներես, երբ որ դուք իշխանությանը ասում եք վարչական ռեսուրս է կիրառված, ընդ որում առանց հիմքերի ու առանց փաստացի դատարան դիմելու։ Անմեղության կանխավարկած այդտեղ գոյություն չունի։ Երբ որ իշխանությանը ասում եք 300,000 թուրք է հեսա բերում դասի, բա այդտեղ այդ ինչի մասին եք խոսում։ Երբ որ ասում եք այդ թոշակները ընտրակաշառք էին, բան, այսքան մոտ 650,000 մեր քաղաքացիների դարձնում եք կաշառակեր։ Բա այդ դրատակիցով է, բայց չկա անմեղության կանխ, ահա որը ձեզ է վերաբերվում այդ ժամանակ կա։ Ինչ ես խոսում։ Կամ այդ որ ասում եք մանիպուլատիվ, չգիտեմ ինչ, մենակ մանիպուլատիվ բան չի կարող լինի մի պարզ պատճառով, որ դուք այդ մի ամսվա ընթացքում այդքան զայնագրություններ հելել են ուժեղ Հայաստանը մեջը շեշտված, որպես հենց դու Վարդևանյան, ոչ թե որպես փաստաբան, այլ որպես ուժեղ Հայաստան քաղաքական թիմի անդամ, եւ ձեր քաղաքական թիմը առհասարակ, եթե կարելի է քաղաքական անվանել, հայտարարությամբ հանդես չեք եկել։ Դուք հասկանում եք, այսքան բռնել են, պատկերացրեք։ Ես հիմա, ասենք թե կուսակցություն եմ, մասնակցում եմ ընտրություններին, ու իմ կուսակցական ընկերներից մեկը կամ կաշառք է բաժանել, կամ չի բաժանել։ Ձերբակալվել է, ձայնագրություն են հրապարակում։ Ես կապվում եմ իմը, ասում եմ, ես ինչ է։ Օրինակ, եթե ես գլխին կանգնած չեմ, ասում եմ, դե հա, տվել եմ, կամ ասում եմ, չեմ տվել։ Ես այդ ժամանակ դիմում եմ դատարան, ասում եմ, լսեք, հայց եմ ներկայացնում։ Ասում եմ, մարդը չի տվել, խաբում եք, դուք սարկում եք գլխի։ Չկա տենց բան։ Ու մտնում եմ հետները քալի են տալի, այո, հենց process-ի ընթացքում, ոչ թե արդյունքները լսելուց հետո, հենց process-ի ընթացքում, որովհետեւ դա իմ բարի անբավին է վերաբերվում, իմ կուսակցության անվանն է վերաբերվում, իմ պատվին է վերաբերվում։ Եթե ես չկամ դրա մեջ, հենց առաջին ձայնագրությունից ես սկսում եմ հայտարարություն ասում, սարկում եք արա։ Ուր է այդ մարդը, բերեք ու հրապարակային ասի ով է տվել փողը, հələ հասցեացեք ես եմ գնում տենամ այդ փողը ով է տվել։ Եթե իհարկե ես դրա հետ բան։ Բայց եթե ես դա չեմ անում,
Ընդհակառակը ասած ցրում են բաներ, չեմ դիմում այս կողմեն կողմ, մեկ էլ դարձեմ ընտրություններից հետո կանգնում ասում գիտեք դեռ անմեղության վարկած, սա մեղմ ասած քաղաքական անբարոյականություն է արգելից, եթե դու մինչև ինչ ես հասկացել։ Ուսամ միտքը ըմբռնելի ձևակերպեցի ու դու հասկացար։ Դուք вообще, քաղաքացիները նույնպես։ Այդ որովհետև ես երեք նենց ստացվեց, դե ես ինքս TikTok-ով եթերներ չեմ անում, բայց երբեմն Գևորգին Արստամյան հյուրնում են, տարբեր մարդիկ լինում են, այնտեղ ինքը կարողանում է կարգավորել ամեն ինչը, դրա համար եմ այնտեղ նախընտրում դուր լինել, շատ հազվադեպ, բայց լինում են։ Ու այդ խոսույթը զգացի, որ կարողացել են խաբել, համոզել, նստեցնել իրանց էլեկտորատի ականջին, էլի։ Ինչն է խոսում այդպես։ Ինչն է սուտ։ Այդքան մարդ է, բա որ սուտ է, եկեք նա թել ուրիշ ձև նայենք։ Վարդեվանյան, սուտ է, սա սուտ է Սարգսյանը։ Արա բա Սամվել Կարապետյանը ինչ էր ասում այն իր վերջի ելույթի ժամանակ։ Ինչ էր ասում, չէր ասում, մեզնից քանի հոգի են ձերբակալվել, դուք էլ այնտեղ կողքից թիվ եք հուշում։ Ձեզնից են այո ձերբակալ։ Խոստովանել է Սամվել Կարապետյանը։ Ես եթե չալարեմ այդ վիդեոն կգտնեմ էլ, մի ասրեք դրան, որ չալարեմ, ընկնեմ գտնեմ։ Իմ ժամանակն էլ է թանկ, ես չեմ ուզում ամեն աղմուկ բաները երկրել, բայց եթե ձեզ պետք լինի, կասեք, ես կգտնեմ ու կուղարկեմ ձեզ։ Հետո կհրապարակեմ, որ գտել եմ ու ուղարկել եմ ձեր արձագանքը չեմ լսել։ Դուք դա խոստովանել եք Սամվել Կարապետյանը, գիտեք խիա Սամվել Կարապետյանը այդ էշությունը դուրս տվել, որովհետև ինքը քաղաքական գործիչ չի։ Ինքը չի էլ հասկացել հիմա ինչ է սարքում ինքը իր գլխին։ Ու այդպես շատ է տենց դեպքեր եղել, է։ Կամ ես ամոք չես անում, ասում ես մարդը Գալյանը քեզ հարց է տալիս, ասում է բանա ժամը 8:01 րոպե։ Սամվել Կարապետյանն ու Նարեկ Կարապետյանը։ Ինչի են կանգնել ու ասել ժողովուրդ ջան, մենք հաղթում ենք։ Քեն ասել։ Հա, բայց ժամը 2-ին, երբ որ վարչապետն ասե, արդեն ունենալով որոշակի տվյալներ տեղամասերից, ու դա նորմալ է, ես ժողովուրդ ջան, եկեք ես ձեզ եւս մեկ անգամ, չնայած սրա մասին խոսում ենք, բայց եւս մեկ անգամ ձեզ նկարագրեմ նրանց, ովքեր որ ընտրատեղամասերում չեն եղել դստավացական անց կամ հանձնաժողովի անդամ։ Հանձնաժողովի անդամները առհասարակ ես անգամ ցուցակներել եմ կարդացել, առհասարակ լինում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները եւ բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ կարող են լինել, մեկը երկուսը նայած մեծ կուսակցությունները շատ մարդ ունեն, կարող են ուղարկել փոքրները, փոքր, բայց միևնույնն է, այնտեղ որ մի քանի ուժ ներկայացված արդեն անհնարինությունը մեծ է, էլի խախտումներ թույլ տալու, մեկը մյուսին նայում է։ Վստահված անձիկ շատ ավելի շատ են լինում, որովհետև վստահված անձանց դեպքում պարտադիր չի, որ իրենք լիցենզիա ունենան ԿՀ-ից, այսինքն կարող են շարքային կուսակցական լինել, գնալ բիրկեն, բան վզներին կախեն, բեյջը գնալ սիրուն կանգնեն։ Ես սիրել եմ հիմնականում վստահված անձ լինել, որովհետև սիրեմ տեղափոխվել բոլոր վայրերում։ Այս անգամ դե գիտեք, իմ մասնակցությունը բավականին պասիվ էր, կապված որոշ ցավալի իրադարձությունների հետ։ Ուրեմն ես լինելով վստահված անձ, երբ որ սկսում են քվեաթերթիկը բացել, կարդալ ես իմ մոտ նշումներ եմ անում, ցանկացածը կարա նշումներ ունի, անի առհասարակ մեծ հաշվով ընտրատարածքների փակվելուց հետո կուսակցական հանձնաժողովականների եւ բանը վստահված անձերի գործողությունը հենց այդ է նաեւ։ Նախ նայեն, որ սխալ թերթիկները չդրվի եւ երկրորդ նշումներ անեն, կապի մեջ լինեն իրենց շտաբի հետ, այնտեղից ասում են, ասում է արդեն մի 300-ա թել է, 300-ից այսքանը մեր ձեներն է։ Սա բարձ հասարակ շփումներ են կողմ բաները։ Այսինքն ընդհանուր առմամբ կարելի է եզրակացություն կա, եթե դու մեծ կուսակցություն ես, դու կարող ես եզրակացություն կազմել, դե առհասարակ ինչա կատարվում հանրապետությունում, դա բարդ բան չի։ Բարդ բանը ընկալելին իրանց համար է, որովհետև իրենք էլ 8:01 իմացել են, 8:01 չէ, 9 կողմերը իրենք էլ են իմացել ոնց է գնում արդեն։ Բայց այսօր սահմանադրական ես խեմ սրա մասին խոսում, որովհետև սահմանադրական դատարանում այսօր սրա մասին խոսում են։ Ասում ժամը 2-ին խիա Նիկոլա ասել, որ մենք հաղթեցինք, որովհետև ժամը 2-ը հետի են թիվն, որ ընտրատարածքների մեծամասնությունից մեծամասամբ արդեն տվյալները ունեն իրենց օրենքի ճանապարհով, օրինական ճանապարհով։ Դուք նույնպես ունեցել եք ժամը 2-ի կողմերը հստակ ունեցել եք, ինչ անկախ նրանից կենտրոնական ընտրական հանձնաժողովի եթերով դա ցույց տվել է թե չէ, որովհետև դուք 2005 բանկար մոտավորապես ընտրատարած, դուք բոլոր տեղերը ունեցել եք առնվազն մեկ մինիմում մեկ ներկայացուցիչ ունեցել եք, դուք տվյալ ունեցել եք, ու դա գաղտնի տվյալ չի, էլի։ Մարդիկ կարան դաժե հրապարակեն այդ պահը իրենց Facebook-ում, դա նկարա համա պրյամո եֆիրում կա, կենտրոնական ընտրական հանձնաժողովի էջով կա, մի խոսքով դա ինչ որ բան չի, էլի, գաղտնի եսի ինչ չի, օրենքով թույլատրելի բան է։ Ու դուք դա շատ լավ գիտեք ոնց այլն։ Բայց դուք գիշերը 2-ին համար մեղադրում եք, դուք ձեր 8:01 հայտարարությունը չեք մեղադրում, բա հələ բաներ կային, ընտրատարածքներ կային, որտեղ որ ընտրատարածքները փակ էին, բայց ընտրությունը չէին ավարտվել։ Բա դուք ո՞նց եք դուրս եկել բան խոսում, ինչի վրա եք ազդում։ Սա արդյոք հանցակազմ չի պարունակում։ Երբ որ դեռ քաղաքացիներ կան, ովքեր ընտրատարածքներում են, որովհետև նայեք, ժամը 8-ին փակվում է բանը,
մուտքը ընտրատարածք, այսինքն դու 8-1 չես կարող գնալ, մտնել ներս ու քվեարկել։ Բայց եթե դու ներսում ես ընտրատարածքում, դու պիտի քվեարկես, այսինքն ներսում եղած մարդիկ պիտի քվեարկեն վերջացնեն, նոր այդ տեխնիկաները անջատվում է, չեկերը հելում է, քանի օքեյ է մասնակցել եւ այլն, մի քանիսից սվերկայ է արվում, այսինքն այնտեղ խապելու, ֆրստելու հավանականությունը զրոյական է։ Մի խոսքով, եթե դու ներսում ես, կապ չունի, որ 8-5 է, 8-10 է, չէ, դու պիտի քվեարկես նոր դուրս ես, բայց 8-1 եթե հասնես տեղամաս, դուրը փակ է լինելու, չես կարող մտնես ներս։ Հիմա մեր զինվորները մի մասը քվեարկությանը մասնակցել են ու բարձրացել են դիրքեր, սմենափոխան են, որպեսզի մեր մյուս զինվորները իջնեն իրականացնելու, իրացնելու իրենց ընտրական իրավունքը։ Առհասարակ զինվորները հատած չեն գնում, դրանք բնակիչներ չեն, դա վաշտով է, վաշտով գալիս են, կանգնում են վաշտով, մտան ներս, վաշտով քվեարկեցին, վաշտով դուրս եկան։ Հասկանում եք, վաշտով երբ որ հասել են, եղել է դեռևս 8-ին քանից պատաս, 10, 15, 20 պատաս, 7, չգիտեմ։ Եկել հասել են, մտել են ներս։ Հիմի լավ, եթե դա լիներ քաղաքացիների կուտակում, ասենք աշխիս մի արհեստական բան կա, բայց որ զինվորները կներեք, զինվորները վաշտով են ներս մտնում։ Սա հետևաբար խնդիր չի։ Ու այո, չնայած մի կողմից էլ ձեզ ասեմ, ես ոնց հասկանում եմ ամեն դեպքում կակրած ձեր ներգործությամբ ոչ այնքան հարգելի ընդդիմություն։ Կարծես թե դիտավորյալ ձգձգումներ եղել են ձեր բերանը լեզու դնելու համար։ Ձեր բերանը լեզու դնելու համար, դա ձեզ պետք է։ Մի խոսքով, բայց այդ ընտրատարածքը չգիտեմ, չէ՞ զինվորները ոնց կքվեարկեն, դա մեր վախտերը չի, մեր տեղը մտնեն քվեարկեն։ Բայց սա ձեր համար դարձավ թեմա։ Ու այդ ընտրատարածքի, ընտրատեղամասի քվեները առողջ չճանաչվեցին։ Զրոյացած իմիջիալից օրենքի տարին ապապատասխան։ Ու սա հիանալի, հասկանում եմ Վարդևանյանը։ Հիմա այսօր կանգնել եք, խոսում եք օրինաչափություններից, ձեզ հարցեր ա տրվում, իսկ դուք այդ հարցերը ինչ եք կարող պատասխանել։ Ասում եք, բայց դեպքում ինչ ա լինում, այդ նույն բանը, ամերիկյան կանխավարկածի մասով։ Գիտեք, ես իմ պրակտիկայից սովորեմ բոլոր 3 ակցիաները անցնելուց հետո միայն կարծիք հայտնել, չէ՞ լուրջ։ Լուրջ, բա ո՞նց է Քոչարյանին ասում ամենը, երբ որ հենց առաջի ակցիանում էր։ Եկեք մի տուֆտ եկել, այդ արդարացումները բանով մանիպուլյացիաներով վաղուց այդ ժողովուրդը չի ուտում, էլի կարող գնաք ռստերին խաբեք, նրանք ինչին ասես արդեն հավատում են։ Մենք ալ մուտիտ ենք եղել, ինչին ասես հավատում են։ Մեր մոտ հասարակությունը բավականին զարգացել ու աճակերացել այդ կողմից։ Հիմա մի քիչ էլ առաջ ունենք։ Սա էս մասով, որ ես մի պահ չէ, մի քիչ երկար նայեցի ինչ է կատարվում բանում, համանդրական դատարանում, անկեղծ եմ ասում, հիասթափվեցի, ասել ջանդամը գորը փախեք ձերից, էլ ձեր հավես չկա, էլի։ Ես ուզում եմ մեր նախկին արտադրության նախարար Արփինե Հովհաննիսյանի այս հարցազրույցից այս հատվածը բոլորով լսենք մի հատ։ Հիմա արտադրության որևէ նախարար կապ չունի մարդուն կալանավորելու, կալանքից ազատելու, ձերբակալելու, ազատությունը սահմանափակելու եւ նմանատիպ այլ հարցերի հետ։ Ես արտադրության նախարար եմ, քննիչը որոշում է կայացնում, մտնում է միջնորդում է, դատարանը որոշում է կալանավորել։ Բերում են քրեակատարողական դիմար։ Մամուլում այդ թվում տարածվում է տեղեկատվություն, որի ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն։ Հիշեցնեմ, այս իշխանությունների ժամանակ դատարանի դահլիճում մարդ մահացավ։ Արմեն Գրիգորյան։ Չեք գտնի մի մարդու, թե ընդդիմությունից, թե իշխանությունից, ով այդ ժամանակվա նախարարին մեղադրեց ու ասաց այն նախարարն է մեղավոր։ Ես էլ չեմ մեղադրում։ Ինչպես կարող արտադրության նախարարին մեղադրել։ Համակարգի թերությունների մասին խոսեն։ Բայց մի մեղադրեք, հաց բերողին սպանել ես, ինչպես եղբայր, դա իսկապես ցավում եմ, որ այդպեսի ելք ա եղել։ Ես ոչ մի իրավասություն չունեի, ոչ մի։ Հասկանում եք, սա է իրականություն, թե ժամանակ թե հիմա։ Ուրեմն տիկին Արփինե Հովհաննիսյանին ասեմ հետեւյալը, ես անձամբ ձեզ չեմ մեղադրում, բայց ձեր ինստիտուտին մեղադրում եմ, ասեմ ինչու։ Նախ պետք չի դուք նախկին նախարար աշխատած, այո, նախարարը դա քաղաքական պատասխանատվությունն է եւ ըմբռնելի է, որ արտադրության նախարարը դատական կողմ չի ինչ որ բանի մեջ ու ձեր, ասենք, իրավական ձևակերպումներով այնքան էլ ձեր դիրույթում չի, բայց արտադրության նախարարությունը դա քաղաքական եւ արտադրության նախարարը քաղաքական մարդ է, քաղաքական պաշտոն է, հետեւաբար քաղաքական ռազմավարությունը արտադրության մասով պիտի հղկած լինի իր համար գոնե եւ օգտագործելով իր հեղինակությունը, նա կարող է որևիցե նամակով դիմել, հասկանում եք։ Իմիջիալից вообще տեղին չէր հաց բերողին համեմատել Արմենի հետ, որովհետեւ Արմենը դատանիճում մեռել է, որովհետեւ ինքը մեղավոր է, ես ուրիշ բաներ հիմա չխոսամ, դրա հավեսը չունեմ կրկնվելու, հա։ Իսկ հաց բերողն էր։ Մարդը ոչ մի դենց արարք չի արել, որի համար իրան կարելի էր դատել։ Դուք պարզապես իրենից վրեժ էին լուծում եւ դուք Արփինե Հովհաննիսյան լինելով արտադրության նախարար, պարտավոր եք այո թեմայի ձեր հեղինակությունը օգտագործելով մտնել եւ դուք փորձեք, ոչ թե ձեզ չլսեն։ Բայց դուք չէիք մտնի ու չէիք փորձի, որովհետեւ ինչ որ եղել էր ՊՊՑ գնդում դա Սերժի Դեբելից դու Սերժի դրած արտադրության նախարարներ։ Արտադրության նախարարներ արգելից։ Արի այդտեղ մի ուրիշ բաներ խոսա։ Երկրորդ,
Երբ որ դու նեղվում ես, ես չեմ հասկանում, вообще պետական պաշտոնյաները ու չեմ էլ ընդունում, դա լյուբոյ պետական պաշտոնյայի մասով, էլի կապ չունի вообще կուսակցական պատկանելիություն ժամանակաշրջան։ Ես նյարդայնացնում եմ, հարցը։ Երբ որ բանա պետական պաշտոնյան, ասում է մեղադրում է ժողովրդին չհասկանալու մեջ։ Այս մենտալիտետ էլի։ Լսեք, ես մշտապես մեկը ես որպես ակտիվ քաղաքացի եւ այո, որպես հասարակական գործիչ մշտապես ասել եմ, անգամ իմ հաղորդումը Free News-ով որ կա, երբ որ ասում են ինչի մասին է, ասում եմ ես քաղաքացին եմ, ներկայացնում եմ այն ինչ որ հասկացել եմ, ու եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, դա իմ խնդիրը չի, դա նրանց խնդիրն է, ովքեր որ պիտի ամեն ինչ անեն, որ ես ճիշտ հասկանայի։ Վերջ, էտա հարց, դուք պիտի գնաք, մտածեք, ինչը այն չէ կարել, որ ժողովուրդը չի հասկացել կամ չի իմացել կամ տեղեկացված չէ։ Բայց հիմա 100 տարի ես իմ որդերից ասում ենք աղբերջան դպրոցում երեխա ինչ բան եք ուզում ունենալ։ Այն ինչ որ ասում ենք, շատ քաղաքացիների այս հետևորդների համար չենք ասում, ձեր համար ենք ասում։ Երբ որ հարցնում ասում ենք ռազմավարությունը պետական, ինչպեսի քաղաքացի եք, հասարակություն եք ուզում ունենալ, օրինակ 10 տարի հետո, հա, ինչա դրած, ինչ պլան կա դրած։ Այդ ինչ, հարցնում ենք այն մարդկանց, ովքեր որ այս պահին դիտում են եթերը, ոչ։ Այդ մարդկանց տարածումների միջոցով հենց ձեզ ենք հարցնում։ Եվ այսօր էլ իշխանություններին եմ հարցնում։ Ու հազար անգամ էլ հարցրել եմ, 1001-րդ եմ հարցնում։ Ինչպեսի հասարակություն ես ուզում ունենաս, օրինակ հարգելի քաղաքացիական պայմանագիր, կուսակցության ղեկավար ազնական, չգիտեմ իշխանություն, հարգելի Նիկոլ Փաշինյան։ Ինչպեսի հասարակություն եք պատկերացում ունենալ 10 տարի հետո։ Էդի դուք ասեք, որ մենք իմանանք, այսօր դուք ամեն քայլ ճիշտ եք անում դեպի այդ նպատակը, թե ոչ, ու փորձենք ատեղ զորից բռնենք, որպեսզի լինի ներկայի ու ապագայի խոսի, ոչ թե ներկայի ու անցյալի։ Սկսենք այստեղից։ Երկրորդ, որպեսզի դու ունենաս նորմալ գիտակից հասարակություն, քո երիտասարդներից սկսած ես մեծերի չեմ խոսում, դեռ որովհետև մեծերին փոխելը արդեն անհնարավոր է։ Պետք է բացատրես իրավունքը ինչ է։ Հիմա գնանք դպրոցներ կամ ինստիտուտներ անգամ, տեսնենք հասարակագիտությունը իր կարևորությամբ որրորդ տեղում է, էլի տվյալ հաստատությունում։ -8000-րդ տեղում է երևի։ Իսկ հասարակագիտությունը ամենաառաջնային բաներից մեկն է։ Անկամ երբեմն այո, մասնագիտականի առարկայից էլ կարևոր է։ Ու այսօրվա բոլոր խնդիրները, թյուրը բռնումները, թշնամանքը, ատելությունը, մյուսը, կիսակ պռատությունը, այս ամեն ինչը գալիս է իրավունքի չիմացությունից։ Դիմացինի իրավունքը չիմանալուց ու չհարգելուց չընդունելուց, այսինքն հարգելն ու ընդունելը նույնպես իրավունքի մաս է։ Հիմա դուք դրել նեղվում եք, որ մարդիկ ինչ-որ բաներում ձեզ մեղավոր դրել են, բայց դուք այդտեղ մեղավոր չեք, սխալվում եք, մեղավոր եք, որովհետև որպես եւ սախի եմ այսպես ասում, թող այսօրվա արտադրության նախարարներ իմանա վաղվանն էլ, մյուսօրվան էլ ու բոլորը ովքեր նկրտումներ ունեն երբևէ դառնալ արտադրության նախարար։ Այո, դուք պարտավոր եք, որովհետև դուք քաղաքական ղեկավարն եք այդ արտադրության մասով։ Այո, ուղիղ ձեր գործառույթի մեջ չի, բայց ձեր հեղինակությունը պիտի կիրառելի լինի, որովհետև քաղաքական ռազմավարությունը իշխանությունն է ընտրում։ Հասկանում եք, այս իմաստով որոշակիորեն կարելի է ասել, կընդունեն, չեն ընդունի, 10-ը կընդունեն, 100-ը չեն ընդունի, դա կապ չունի, դուք ձերը պիտի անեք, հետ պիտի թողնեք։ Բայց այդ դեպքում ինչու՞մն է կայանում մեծագույն պետական գործիչների ու ուղղակի պետական գործիչների տարբերությունը։ Ինչու՞մն է կայանում։ Այ հենց այդտեղ է կայանում։ Հենց այդտեղ։ Հիմա նստել ասել, թե ես ինչ մեղավոր եմ, այդ իմ դաշտում չի, պիա։ Ու ես խեմ սա ասում, սա Սարգսին Հովհաննիսյանին մենակ չեմ ասում, ես սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեության մեջ ունեն բան, ասենք նկրտումներ, երազանքներ, ցանկություններ պետական ստրուկտուրաներում մասնագիտական կամ քաղաքական ինչ-որ աճ գրանցելու, հա։ Ես ձեզ բարի երթ մաղթում եմ բնականաբար, բայց դուք պիտի տրամաբանությունը ըստ վաղվա գնաք։ Որ հետո չկանգնեք ասել, ժողովուրդը չի հասկանում, չհասկանում, ժողովուրդը պարտավոր չի ձեզ հասկանալ։ Այդ դուք եք պարտավոր ժողովրդին հասկանալ։ Ժողովուրդը ձեզ պարտավոր, ժողովուրդը կարող խոսի այն, ինչ որ հասկացել է։ Ու որովհետև մեկը պետական աշխատողներից չեք կարող մեղադրել, որ լավ չի հասկացել։ Կգնաք բանը մեղավորությունը ձեր մեջ կգտնեք ու կփորձեք մտածել, իսկ ինչպես ենք մենք մատուցել սա, որ հանրությունն էլ չի հասկացել։ Մենք կարող եք ասել դուք, ինչպես եք դա մատուցել հասարակությանը, որ հասարակությունն էլ պիտի վերցնել ու հասկանար, էլի։ Ասեմ ինչ մակարդակով, հենա տեսնում ենք ձեր կայքերն ու հերթատեսում մանիպուլատիվ մուտիլովկեկով կեղծիքներով չգիտես միձև յանի իրանց արևին համոզելով։ Այդ դիտեն չի աշխատում։ Դուք երբեք ազնիվ չեք եղել քաղաքացիների հետ։ Երբեք։ Ու ցավոք սրտի հիմա էլ շատ պետական գործիչների գործունեության մեջ ես տեսնում եմ անազնվությունը։ Ցավոք սրտի։ Ու դա վատ բան է։ Հիմիկվանից խորհուրդ եմ տալիս դրա հետևից մի գնացեք։ Սա էսպես։ Այսինքն խելացի նախադասություններ կազմելով չի, էլի։ Ու հասարակությունն էլ ձեզ պարտական չի, դուք եք պարտական հասարակության։ Հիմա մի թեմա էլ։ Անցնենք հաջորդ թեմային։
Գնանք Արցախ։ Մենք հստակորեն դատապարտում ենք այն մարդկանց, ովքեր փորձում են ջնջել մեր պատմությունը եւ հիշողությունը։ Դրոշը հանողները փորձում են խլել մեր արժանապատվությունը, բայց նրանք ցախողելու են։ Այս զսպչությունները ներկված մեր եղբայրների արյան եւ ծերունների պայքարով։ Դավաճանական քայլերը չեն ների ոչ պատմության, ոչ էլ գալիք ծերունների կողմից։ Մեր արմատները խորն են, հիշողությունը անմահ։ Մենք չենք հարմարվել եւ չենք հրաժարվի մեր տնից։ Արցախը ոչ թե վերացյալն է, այլ նոր պատմության սկիզբը։ Մենք պետք է կատարենք այդ ուղտը, մենք պիտի վերադառնանք Արցախ եւ կվերադառնանք։ Դա մեր նոր պատմության սկիզբն է։ Արցախի դրոշը սովորական դրոշ չէ, որը կարելի է թերթությամբ վերացնել կամ իջեցնել։ Բայց նոր ճանապարհները մեզ նորից հետ են տանում։ Եվ մենք պետք է վերադառնանք, եւ մենք կվերադառնանք։ Մենք հայ երիտասարդներս այսօր կանգնած ենք այստեղ բարձրացնելու այն, ինչ հնարավոր է թաքցնել։ Արցախը մեր սրտերում է եւ ոչ ոք չի կարող անել այդ դրից։ Ուրեմն Արփի Հովհաննիսյան, հետ արի, եթե կտեսնես այս տեսանյութը։ Ու նա այստեղ երիտասարդներին ինչ են սովորացնում։ Նայ ինչ են սովորացնում։ Ու այստեղ այո, պետական պաշտոնյաների բաց, եթե երիտասարդներին տերմինոլոգիան, հասարակ արտահայտելու տերմինոլոգիան իրավական տեսանկյունից ինչ որ կերպ թեկուզ բան, հա, էլեկտրոնային ուսուցման միջոցով ներկայացած լինեին, դժվար թե հեշտ լիներ այսքան այս երեխեքին մանիպուլացնել, նրանց ուղեղը ուրիշ բան լցնել։ Նախ, հարգելի եւ սիրելի երիտասարդներ, ցանկություն կա Արցախ վերադառնալու։ Կա թե չկա։ Եթե Արցախ վերադառնալու ցանկություն կա, ու սենց ինչ որ բան, վերադարձեք։ Վերադարձեք։ Կազմում եք մի հատ ջոկատ, գնում եք մարտնչելու։ Հայաստանի Հանրապետությունը Արցախյան շարժում այս պահին դրությամբ առնվազն չի կարող իրան թույլ տա, ու որևիցե մեկը չի կարող այդտեղ մեղադրի, որ այդ շարժումը թույլ չի տալիս։ Գնացեք։ Երկրորդ, եթե ձեր հիշողությունը պահում է բանը օպերայում դրած դրոշը Արցախի մասին, ապա ես ձեզ ցավակցում եմ։ Ցավակցում եմ, եթե դրանից է կախված ձեր Արցախի հանդեպ հիշողությունը։ Հաջորդը, ձեր պատմությունը դուք եք ուրացել։ Դուք հարգելի երիտասարդներ, այն քաղաքական ուժերը, ովքեր որ ձեզ բերել են այստեղ կանգնացրել են, ու խոսացնում են այդ տեքստներ տվել են ձեռներ հետ։ Այ դուք ուրացել եք։ Ցավոք սրտի լինելով երիտասարդ, դուք դարձել եք խաղալիք դրանց ձեռը։ Ով է ձեզ ասել մոռացեք ձեր պատմությունը։ Կա Հայաստանի Հանրապետությունում մի հատ քաղաքացի, ով կարա բերի մի հատիկ նյութ, որտեղ կարա հիմնավորի, որ ինչ որ մեկը իրանց ասում է մոռացեք պատմությունը։ Կա։ Եթե կա, ապա խնդրում եմ անհապաղ կապվել ինձ հետ եւ ցույց տալ այդ նյութը։ Բայց կիսապրատություններ ցույց չտաք ու ձեր կարծիքով հետեւաբար քանի որներ ցույց չտաք, որովհետեւ դուք ոնց ասած կարեք մեկնաբանեք, մեկ այդպես բաներ չի որ լսել են։ Դե հələ կուղարկեք ես նայեմ, այդ ով է ձեզ ասել մոռացեք պատմությունը։ Ով ասել է գնանք ծխենք ախպեր, գնանք ծխենք։ Ցես մուտիլովք եք տարածելու չէ, էնել ջայրների միջոցով, էնել Արցախի դրոշով։ Դուք երբ եք հասկանալու, որ ձեր դրոշը հանրապետական դաշնականների ձեռը, ձեր դրոշը, ձեր ինքնությունը, ձերով լինելը, Արցախը առհասարակ, Արցախի մասին պատմությունը, Արցախի զոհվածները, Արցախում զոհվածները, Արցախի համար կռվածներս, բոլորը, այդ ամեն ինչը, այս ուժերի ձեռքին ընդամենը խաղակարտ են քաղաքական առումով։ Ու վերջ, ուրիշ բան չկա։ Ձեր աչքի առաջ ապրիլի 24-ին Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց, որ Արցախ վերադարձի ծրագիր իրենք չունեն։ Ձեր սիրելի Սամվել Կարապետյանի աղբոր տղան Արեգն էլ ասաց այդ ամեն ինչը։ Չկա այդպես բան, չկա։ Պարզապես բոլորը չի, որ այդքան դուխ ունեն պրյամո ասելու ձեզ։ Բայց այս մուտիլովկեքի մեջ ձեզ սիրով ներառում են, որովհետև դա իմ վրա, հասարակության վրա, քաղաքացիների վրա ազդելու մեխանիզմ է։ Ու վերջ, կամ դուք դառնում եք գործիք, կամ ինքնուրույն մի հատ հաշվարկ եք անում ու ռադ եք անում այդ ամեն ինչը։ Ինչ որ ձեր ուղեղը լցրել են։ Արցախ այո, մեր պատմական հայրենիքն է, երբևէ կվերադառնանք այնտեղ, չգիտեմ։ Այս բանը չգիտեմ, այս բանը որևիցե մեկը չի կարող ասի։ Այս բանը տեսանելի չի դա։ Վերջ։ Կամ կարակ ասեք, ես ինչ խոսում ես գնելը, ուրեմն ինքս չի սիրում մեր Արցախ։ Նա չգիտի ինչ Արցախից այս բաներ կարակ խոսեք, ու գնաք ասած ռոլիկներ նկարեք, էլի փորձեք ստեղ այնտեղ դրոշ դնեք, որ հիշեք ձեր ինքնությունը։ Եվ եւս մի ջահելի անդրադառնանք, ես արդեն երկրորդ դեպքն է, որ ես սրան անդրադառնում եմ, մի հատ օլուխ գյադակ է, բայց դու հետո որտեղ ունի, ու տենց ապուշ բաներ է տարածում, մարդիկ էլ կան կարող լսեն ու բան անեն, էլի, եկեք մի հատ լսենք էլի սրան։ Եթե կա ցանկություն մի հատ օլուխի լսելու, դե ոնց ժողովուրդը։ Եթե կա, լսենք։ Ես պետք է խնդրեմ 21+ տաժը լավ կնի 25+ մեր հարգարժան կանանց աղջիկներին այս վիդեոն չնայել, քանի որ մեջբերում եմ անելու մեր շատ չհարգարժան վարչապետի բանաստեղծությունից իր գրքից։
խորհուրդ կտամ դες չկարդալ, որովհետև ես ինքս ամաչում եմ էլի այդ բանը կարդալուց։ Իսկ մնացածը կարան կարդան։ Ուսած մատ բանա դրե, որտեղ ուսած Ու ես վիդեոն անում հատուկ մեր այն աղբերների համար, ովքեր դեռ տեղեկացված չեն, թե Փաշինյանը ինչեր ա գրել, ինչ այլասերված մտքեր ունի, ու կուզեմ, որ իրենք տեղեկացված լինեն, որպեսզի վաղը մյուս օր իրանց, չգիտեմ, ինչ-որ պրեդիավաչ անեն, որ ինչ ճանեն։ Այս մարդը, որ այս ծելի մտքեր ունի այլասերված, ասենք նորմալ տղան, չգիտեմ, քուչահերնող, ասենք շփվող, sense նորմալ պայնացիա ունեցող տղան ոնց կարա աջակցի այսպիսի մտքեր ունեցող մարդուն։ Կխնդրեմ մի հատ 10 վայրկյան կարդակ ու հետևություն անեք ու մի հատ դուք ձեզ մեջ հարց տաք, թե ասենք այդ մարդուն արժի, չգիտեմ, ապշա աջակցություն հայտնել կամ աջակցել կամ իր ասենց ամեն ինչը պահել, իր թասիվը պահել, իր համար պաստուպատ անել, մարդկանց հետ ասենք վեճի մեջ մտնել, մարդկանց վիրավորել, ինչա պաշտպանես ասենք այդ մարդու անձը։ Էսի գրել է ինքը իր գրքում, որը բազարու թվին հրապարակվել։ Հիմա կասեք բանաստեղծություն ա գրել, դի գրականություն ա կարա դες մտքեր լինի, Ժորժ ջան, չի կարա նորմալ մարդը, ով գիրք ա գրում, ով նորմալ մտքեր ունի, այս ձևի մտքեր գրի։ Մենք լիքը բանաստեղծներ ունենք, չգիտեմ, հիմա թվարկեմ խոսքի Շիրազ, Թումանյան, Չարենց, Պարուշ Սևակ, ինչ որ մեկից այս ձևի այլասերություն դուք լսել եք, կարդացել եք, վստահ եմ ոչ։ Բայց այս մարդը որ գրում է ու ինքը ապրատանի անում որ դա գրականություն է, դա կարա չգիտեմ, օբրազի մեջ ամենը գրել, ասենք նորմալ մարդը, հիմա մեկը, ասենք չգիտեմ, լսողը, թող մի հատ ինքը իր վրա վերցնի, որ sense մտքեր կարա գրի, ու դա պուբլիշնի հրապարակի իր գիրքը սարքի ու ասենք չգիտեմ, սա ազգով աշխարհով այդ գիրքը ծրվի, որ վաճառվի, ասենք դու քեզ թույլ կտաս այս մտքերով գիրք գրես։ Վստահ եմ շատերը sense հաստատ իրանք իրancs այդ մեջն չեն կարա պատկերացնել, ես ինքս մեջ չեմ կարա պատկերացնել, ու վստահ եմ որ մեր հայերի մեծամասնությունը դա չի ընդունում։ Так что մի հատ հետևություն պրոստը արեք, թե այս մարդը ինչ այլասերված մտքեր ունի ու ինչ այլասերված մտքեր ա տարածում։ Ուրեմն սույն սրիկան մարդիկ հարցնում են այսօր։ Ուսած ասեմ, այնքան մի հատ մեկն է, ում այս եթերը 1622 լայք է հավաքել այս պահին։ Ուրեմն սա վաղուց է բանում, շատերն ասում են Ռուսաստանից են դեպորտ են արել, շատերը ուրիշ բաներ են ասում, չգիտեմ։ Այս պահին էլ վիդեո որ նայում եմ հետևը պալմեք հասկանալի է որ Հայաստանում չի, սիս մասիս էջա մի հատ իրանն է երևի ու այս յոլոպուկին դուք էր արել նաև ես կեմ սս կոպիտ արտահայտվում նաև հենց նրա համար որ սա Նիկոլին ընտրողներին ընդհանրական կեղտոտ բաներ էր ասել։ Հիմա ես դուք պատկերացնում եք ես իրան ինչեր կարող եմ հղել, հենց այդ վիդեոյի տակ եմ գրել, որտեղ որ ինքը այդպես բաներ ասում, գրել եմ տուն տեղ խառնել եմ իրար, հələ ձեն արձագանք չի կարա լինի, բայց հիմա դրա համար չեմ խոսում, հենց կոնկրետ այս եթերի մասին։ Լսի, այ Չաուշեսկու, այ չմուշկ։ Նախ արի գրած գանք, հենց մի գրած գանք, դու մի հատ գիրք կարդացած չկաս կյանքիդ մեջ, դու չգիտես գիրքն ինչ է։ Ստեղծագործություն բառը չգիտես ինչ է նշանակում։ Բայց դեռ ամենաուժեղն է, որ ես տեսնում եմ մարդիկ մեկնաբանությունների դաշտում, որ այնքան են ատոմ Նիկոլին, իրանք ընթերցած են վստահաբար, բայց այնքան են ատոմ Նիկոլին, որ սս թեմայի մեջ են մտել, էլի։ Թեմայի մեջ են մտել, այ ճիշտ ես ասում են։ Այս ապուշին կասել օգտագործում են, էլի։ Ուրեմն նախ քննադատելուց առաջ լավ կանես մի հատ գիրք կարդաս։ Հետո կարդաս երկրորդ գիրքը, հետո երրորդ գիրքը, դու արդեն կսկսես սովոր լինել գիրք կարդալու։ 10-րդից հետո դու կհասկանաս ինչ է նշանակում գրական ժանր եւ ստեղծագործություն։ 20-րդին դու կարող ես միամիտ հանդիպես այսրա բացատրությանը, որը տվել է Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրը գիտես ինչու՞մն է կանում։ Նախ դու ինչ ես ասում, քուչայի չես կյանք ճանաչողով կա սատել։ Լսեք, ես ինչ եմ ասում, ոչխար։ Քուչայել եմ միջած, կյանքն էլ հասկանում եմ։ Դեմս հելնող է սարա, հարցում է սարա։ Այդ ֆունցիկ։ Դու հարցում ես հետս։ Քուչայել եմ միջած սատարում եմ էլ։ Իշո հարց կա։ Դու դես ինչ է քուչա որ քեզ չենք ճանաչել։ Այ յոլոպուկի, այ չուբլեբաս։ Հարց կունենաս, իմ հեռախոսահամարը Facebook-ում ճապացրածա պատին։ Ի տարբերություն քեզ։ Կզանգես կգացել, կամ կզանգես ես կգամ, եթե Հայաստանի տարածքում, вообще չմտածես։ Դու ովշական ես բաներ ես ասել, որ ոտդ որից պոկելու են դնեմ բերանը ծամես։ Դու չես հասկանում հələ դու ուր ես։ Սա էսպես։ Բայց ես իրական գրած մեկնաբանություններ գրածներին եմ ասում։ Արա դուք կարդացել եք, գիտեք ինչ գիրքը կարդում ես դուրս գալիս, գիրքը կարդում ես դուրս չի գալիս։ Այդ գիրքը վերնագիրը ձեզ արդեն ասում է, երկրի հակառակ կողմը։ Ու այդ ստեղծագործության մեջ մի քանի ձեռագրեր են կիրառված, մի քանի ոճեր են կիրառված։ Ու այդ հատվածը այդ ոճի, այդ ժանրի մասին է։
Դուք մտածեցիք ոչ թե վայ պոպուլյար գրոհարի ինչ մտա վсё բիզնես կայքի մեջ են։ Չէ, դուք կարծացեք ինչի մասն է։ Եվ որ դու խոսում ես ապուշ հայվան։ Որ ասում ես դուք մենք այդքան բանաստեղծներ ենք ունեցել Թումանյանը, Չարենցը, բան, լսել եք որ նրանք տես բան լսում, ուրեմն տես անասում, հատուկ քո նման համբալներին եմ ասում, համբալ։ Այո, ոչ միայն լսել եք դու կարդացել ես օրինակ Եղիշե Չարենցի, ես կդ բառացի բան եմ ասում, ես բնագիրն եմ կարդացել, տուֆտա։ Եղիշե Չարենցի 1980 Չարենցի այդ ստեղծագործությունն է, որի վերնագիրը այսպես է, այդ 7 վերանները։ Վերնագիրն է այդպես։ Ու այդ բանաստեղծությունը սա խփուրներով է, նո այդ տիպի խփուրներով է, որը վերաբերում է այդ ժամանակվա պետական աշխատողներին։ Ու բանաստեղծությունը չոտքի հանգավորումով բանով։ Բանաստեղծությունը Չարենցն է գրել։ Նմանատիպ ստեղծագործություններ, որոնք որ արգելված են եղել երբևէ հրապարակել, Չարենցը էլի ունի, ես մի քանիսն եմ կարդացել, ոչ թե մեկն եմ կարդացել։ Մեծ որ ապեջան, բան չգիտես սուս մնա, խելոք վերնգի տեղը, կամ գնա դուրս տուր են, ինչը որ որի տապել են, սիլ են տապել, ասել են կետաս դուրս կետաս համբալ։ Գնա էդի դուրս տուր։ Քո դարբայով միա բջիջ ուղեղով է, ոչ որ են 50 մտավորական կոչեցյալներն են, այ դու իրաց բանն ես, էլի կլիենտն ես։ Այն 50 մտավորականները, որ ստորագրություններ են բաժանում, որ 21 թվին էլ ես իմ խաղեր են տալի, դու իրանց կլիենտն ես, ապեր։ Վազի նրանց գիրկը։ Իրանց ասա, գնելը սենց բանը ասեն, ու թող այդ 50-ով գան, արվեստից, ստեղծագործությունից խոսենք։ Իրանց ուզած դահլիճում, իրանք 50-ով ես մենակ։ Ու գրած կգան, որ 50-ն էլ չեն գա, պրյամու գլխացել գրած եմ գալի։ Որ մի հոգի դաժե գա, 50-ին էլ տանում են պատիվ տալու։ Չէ 50-ով են տանում ինձ պատիվ տալու։ Գրած եմ գալի։ 50-ից քանիսը գան, կապ չունի, մեկն էլ գա երիկա։ Կարան 50-ով գան։ Ու խոսենք կոնկրետ արվեստից ու ստեղծագործությունից, եթե պետք է տոհեցնենք Նիկոլի գրքից էլ հետը։ Այդ չէ կարա։ Այդ չէ ձեզ դրել եք շլյապ եք դնում մի հատ, չգիտեմ, ջինսը ստեղ, պոլու գոմիկ ժեստիկուլյացիայով, գիտեք դուք դες արվեստի գործուչ եք, մենք այստեղ բաց չէ, ոչ մի բանից, ոչ գլուխ եք անում, ոչ ջոգում եք, ոչ հասկանում եք։ Դուք էլ գիտեք, դուք ով եք, ես ով եմ։ Դուք ինքներդ սաղդ շատ լավ գիտեք էդի։ Ձեզ սկզբունքայնությունն էլ գիտեք, իմն էլ գիտեք։ Դրա համար էլ դուխով գլխած ասում եմ, չեք գալու։ Իշքան Լևոնը, Քոչարյանը, Սերժը իրեքով միասին կետային Նիկոլի հետ Հարայինով Արցախի թեմայով բանավիճելու, որ փախան, թռան, քակին տակները տրամակներ։ Այնքան էլ դուք 50-ով կգաք իմ հետ արվեստից խոսալու։ Հատկապես այս գրքից։ Սկզբունքայնությունից բան։ Ու դուք շատ լավ գիտեք էդի։ Ու դուք գիտեք, որ ես իրավունք ունեմ սա ասելու։ Դուք գնացեք, նայեք, ով ինչ մուտիլովկա է գրել, ցարիզմի կամ խորհրդայինի բակվա բաներ, գրագողություն արեք, ըստ ցնդից թարգմանեք տարբեր լեզուներով, տարեք դրսում ինչ-որ տպագրեք, տեղում մի 10 հատ հայ հավաքեք, մեծամիտ դերքով այսս նստեք ու ներկայացեք որպես ես իմ դարի կիլոմետրանոց մի հատ եսի ինչ ու խապեք։ Դուք ինչ չեք կարա խապեք արա։ Սարի տուղնուցուցով գիտեմ։ Դուք էլ ինձ գիտեք։ Դուք այդտեղ կարաք մուտիլովկեք անեք։ Մեր հասարակության մեջ դուք չկաք։ Ու փաստը էնա, որ դուք ժամանակակից գրողի մի հատ անուն չգիտեք։ Փաստը հենց իմն է դա։ Կամ կարող է մեկը իմանաք, որ մենակ է իր համար, որ ձեր հարևանն է, կամ ձեր ընկերն է։ Անեք չկա։ Բախեք ինչ մի մնացել Չարենցի ուսին։ Որը որ ձեր նմանների մասին քαφուրով բանաստեղծություն ունի գրած։ Որից դու այդ չուբլեբաս լինելով նրանց կլիենտը կուրսի չես։ Հասկացաք։ Դուք գնացեք մուղամներ արտադրեք, դուք գնացեք թուրքական երաժշտությունները հայերեն թարգմանեք, երկեք իրար գուսան անվանեք։ Դուք գնացեք գրագողությամբ զբաղվեք։ Դուք գնացեք սրաներատակ ժուճոկ դրեք։ Սրաներա պաստավկա արեք 200,000 հոնորար կերեք։ Այա, մի հատ բան ասեմ։ Ուրեմն Ծառուկյանը մի օր մի հատ լավ բան որոշեց անի։ Լուրջ եմ ասում, Ժողովուրդ ջան, այս պիտի փոխվի։ Ուրեմն ես էլ եմ զարմացել։ Ուրեմն մարդը մի օր կանգնում է, այն որ ինքը լեն սպորտի ով չեմպիոներ դառնում դորջար մորջարներ էր նվիրում, այդ վախտերը։ Վերնում ասում է, սրանից հետո արվեստին էլ եմ ախպեր հովանավորում։ Ոնց սպորտսմեններին տենց էլ արվեստագետներին։ Բայց բերանացի ասում, լուրջ եմ ասում, անկեղծ ասում։ Ասում բայց ես դրանից գլուխ չեմ անում ախպեր։ Այդ արվեստի այն բան ներկայացուցի հեղինակային որ ներկայացուցիչներով մի հատ եկեք, հանդիպենք, ջոգենք, ոնց ենք անում, ինչ ենք անում ախպեր ջան։
Ես փողը դնում եմ, թող զարգանա։ Իրեն արվեստի զարգացումը տենց է պատկերացնում։ Ու գնում են։ Մի 20-30 հոգի գնացել էին։ Դե մեջները կային նաև իսկապես արվեստի նվիրաբեր, ովքեր ասում են լավ ջան, մերում արվեստը կարող է այդ ֆինանսը իսկապես օգնի մի նորմալ բան ստեղծելու, բայց բնականաբար մեծամասնությունը կապցրել են ապե։ Հենա գնացին։ Արա մի քանի օր տելևիզորով այդ էին ցույց տալի, այդ հանդիպումը, այդ չգիտեմ, այնտեղ այնի ամյա թույն խոսք ասում, այնի ամյա թույն երազանք պատմում։ Ծառու գալիս դուսում։ Արա վերջում ով իշկա կարեցա բարիվին կերեց։ Ամեն մեկը մեր թեթև էջուն ցույց տվի, ասեք մի 40 միլիոնի մեջ։ Ոչ, այնց արել է սարուկանը փողի մարդա, չէ՞ ջոկում, որ իրան ոնց որ կոշկում են գցում։ Ասես դեսեք դες քաշեք ոչ։ Ամենը ուժեղ կռուտ է տարիքա սպորտմենները կարային արել։ Այդ փողերը քաշը չկարեցա մեծ ստանա։ Չոջոկեց ոնց ստանան։ Ամեն մեկը մի հատ եսի биш պատմեց, մի հատ հեսա դու տեսիշ ներկայացում ենք անում։ Բեմադրում են, չգիտեմ, Գաբրիել Սունդուկյանի։ Ես էլ մարդը չեմ չգիտի Գաբրիել Նովասոն, ինքը գիտի Գաբրիել Սունդուկյանը, դա երկու տարբեր մարդ են, էլի ասեք, սենց մարդու դու բան ես ասում։ Մի 50 միլիոն ստեմ, 20 միլիոն են դեպահում, մարդը մի ստից էյթու դարի գնաց ինժեներ դաչառը։ Այսօր նստել են դարել են իրակ արվեստի մտավորականները մեր։ Ո՞ր սարևարա։ Ասի պիակա ծառուկան ուզել լամբարան։ Չէ, միակապ չէ։ Ստացո դստեք դուզը խոսակ, ամեն մեկն ինչ-որ մի լավ բան արել է, բայց դե իհարկե թե մի լավ բանը ժողովրդի վրա ինչ արժեցել, ես էդի մշտապես եմ դատապարտել, էդի չի կարող մտական լինի, բայց այս չեք եղի արա։ Քանի անգամ ա եղել, գնացել նստել ենք արա, իրար գիրք էիք նստում, որ մենակ թե դեմը լինեք։ 15 հոգով գնացել ենք, 15-ից տաքսատ իրար գիրք էիք նստել, որ դեմ դիմաց նստեք, որ ձեզ նկատեն։ Չեն տեսել էդ արա, այդ սա տեսել եմ, ախր ես հետ եմ եղել արա։ Ես այնի վրա իմ համար իմ փափուկներն էի ծխում ու դուք հիշում եք էդել։ Հիմա դուք որտեղ եք եկել ինչ գուլյատներ եք անում արա։ Ում մայլեն եք քանդրբաս հաղում։ Մտավորականների մեջ շատ քիչ մարդիկ կան, ովքեր սկզբունքայինորեն մտավ, անկախ իրաց քաղաքական հայացքից միջայնով։ Անկախ քաղաքական հայացքից։ Կան մտավորականներ, ովքեր իրենց գործունեության մեջ սկզբունքային են գնագացել։ Իսկ ես մշտապես եմ կարծել ու մտածել, որ արվեստի մարդը պիտի դուխավիկ լինի, անկախ պիտի լինի։ Չի կարա կախյալ լինի արվեստի մարդը։ Եթե ինքը կախյալ, ինքը արվեստի մարդ չի, որովհետև արվեստի մարդը աշխարհի ամենազատ մարդն է։ Ազատ իր ամեն ինչում։ Այ դրա համար ձեզանից շատերը մինչև մի չեն ջոգում, արա ես գնել ես ինչ է խոսում, արա այսօր ասում տենոս ֆինանսավորում, արա Նիկոլինա բամ, արա Նիկոլ տենոս սրա միլիոնները տվեց թե այսպես բաներ եք մտածում, որովհետև դուք ինքներդ կախյալ եք։ Հասկանում եք գնել ազատ մարդ ու դուք գիտեք դրա մասին։ Դրա համար մանեք գալիս ծերը չեք գտնում։ Ձեզ պետք է մի հատ ծեր որ բռնեք։ Բայց դավերի անող չկա։ Նես որ այդքան շատ բան մի եկեք։ Հասկացա՞ք։ Մի եկել է յոլոպուկի կայվել է գիրքա քննադատում իր արևին։ Բան են ցույց տրա ասեն ապեն, այս ես մի հատ բանկայից ֆորկանի գնամ եթեր անեմ։ Ժողովուրդ գիտեք, այ որ մի հատ տեսեք, ես մեր արտիկների կայնեն բայց Կակլան լակոտ, բանկ ունենաս Facebook-ի պատին, համարս գրածա։ Կզանգես Հայաստանի Հանրապետության տարածքում տեղդ կասես, ես քեզ տաղավարի խոսք եմ տալիս։ Մենակ կգաս, կասես ես մենակ եմ լինելու։ Ես եմ մենակ կգամ։ 10 հոգով կգաս, ասա մենակ եմ գալու, բայց ոչ ինչ 10 հոգով արի, մեկ այ համար։ Արա ես ինչ եք դուք, ինչից եք դուք արա, ինչից եք դուք կառուցված։ Այ, ես գեղեցիկ նոտայով թույլ տվեք եթերը ավարտենք ժողովուրդ ջան, սենց բան, մտավորական կեցվածքով, հա, գիտեք, մի հատ էլ թեմակար, պես լավ է, այդ էլ թողնեմ վաղվա հաղորդմանս ժողովուրդ ջան, հետո երիգունը չգիտեմ, եթեր կլինի, թե չի լինի, լավ մնացեք, շատ շնորհակալ եմ եթերը դիտելու, տարածելու համար, շնորհակալ եմ մեկնաբանությունների դաշտում ակտիվ լինելու համար եւ կարգոկանոնը պահպանելու համար բնականաբար լավ եղեք իմիջայլոց եւս մեկ անգամ ասեմ այն իմեյի հավելված այն իմեյի թեմային էլ դեմ եմ բացարձակապես դեմ եմ ճիշտ ասած այսօր ցերեկը մի բան մտածում եմ որ դրանից կխոսեմ բայց ցած ստացվեց եթերը ոչ դրանից էլ էլի կխոսենք դեռ որովհետեւ ոնց հասկացա դեռ խմորումներ են գնում մասնագետները պիտի հանդիպեն նախարարի հետ չգիտեմ սա իմ դիրքորոշումն է մի խոսքով ես 4-ով դեմ եմ այդ ամենի այդ դրան ու վсё մնացածը հետո կխոսենք դեռ օրեր կա լավ եղեք բարի գիշեր ձեզ